Հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի պարոն նախարար, հարգելի ներկաներ, սիրելի ուսանողներ, շնորհակալ եմ նախ այս հրավերի համար։ Վերջերս Հայաստանի կառավարությունը ընդունեց Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը եւ այդտեղ կրթությունը հռչակվեց որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է գիտեք ակնհայտորեն, որ մենք ունենք ամենատարբեր ոլորտների ռազմավարություն, ներառյալ էներգետիկ ոլորտի ռազմավարությունը, բայց մենք այսօր այդ բոլոր ռազմավարությունները ունենալով ասում ենք, որ բոլոր ռազմավարություններից առաջնայինը այդ կրթության ոլորտի ռազմավարությունն է, որովհետև մեր հետևությունը միանշանակ է, որ այսօր մենք չունենք որևէ մի խնդիր, ասենք, որը քրոնիկ ձևով չենք կարողանում լուծել, կամ չունենք այնպիսի խնդիր, որը մեր օրակարգում է, եւ որի լուծման ճանապարհին կամ որի չլուծման մեր կարողությունը կամ չկարողությունը, լուծման չկարողությունը կապված չէ կրթության եւ կրթական համակարգի հետ, եւ սա կարևոր է այդ թվում քննարկվող թեմայի համատեքստում, որովհետև հիմա էներգետիկ վերափոխումը ընդհանուր առմամբ աշխարհում առաջնային օրակարգ է եւ էներգետիկա հասկացությունը ինքը նույնպես բոլորի աչքի առաջ փոխվում է։ Ընդ որում տեղի է ունենում շատ հետաքրքիր մի բան։ Մի կողմից խնդիր է բնականաբար հատկապես արհեստական ինտելեկտի ներմուծման պայմաններում գիտեք, որ էլեկտրական էներգիայի սպառումը երկրաչափական պրոգրեսիայով աճում է, որովհետև արհեստական բանականության գործարանները կամ արտադրամասերը, կենտրոնները նրանք անսովոր չափերի էլեկտրաէներգիա են սպառում, բայց մյուս կողմից կա իհարկե նաև բնապահպանական խնդիր, բայց կա նաև արդյունավետության խնդիր, որ խնդիրը հետևյալն է եւ այսօր իմիջայլոց այս խնդրեմը Հայաստանում շատ սուր ձևով կանգնած է։ Մենք այսօր ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում ունենք տներ, բազմաթիվ տներ, որոնք այս ձմեռվա ցուրտ առավելևս մի 10 օրվա առաջվա ցուրտ եղանակի պայմաններում չեն տաքանում պատշաճ ձևի, պատշաճ կերպով, բայց խնդիրը այստեղ ոչ թե այնա, որ այդ տունը տաքացնելու համար անհրաժեշտ չափով էներգիա չի մտնում, այլ խնդիրն է նա, որ այդ միջավայրը, այդ էներգիան բավարար արդյունավետ ձևով չի օգտագործում։ Եվ այստեղ իհարկե կան բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց հիմա աշխարհում այս տրենդը կա, որ շենքերի նախագծման փուլից էներգոարդյունավետությունը ամենաառաջնայինն է, որովհետև օրինակ ես ձեզ բերեմ պարզ օրինակ, եթե երկիրը հատկապես արհեստական բանականության ներդրման պայմաններում ունի լրացուցիչ 100 միավոր էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի կարիք, հիմա երկրները աշխատում են երկու ուղղությամբ։ Առաջինը, որ օրինակ 50 միավորի նոր արտադրական կարողություններ ստեղծեն, մանավանդ որ նոր տեխնոլոգիական հնարավորություններ կան, իսկ այն 50 միավորը ձեռք բերեն իրենց ունեցածը առավել արդյունավետ օգտագործելու միջոցով։ Սա ու այս ամբողջը իրականում կապ ունի իմանալու հետ, գիտելիքի հետ։ Ընդհանրապես արդեն շուտով 8 տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով ես եկել եմ այն համոզման, որ մեր խնդիրները, բոլոր խնդիրները, որ մենք ունեցել ենք եւ ունենք, դա կապված է չիմանալու հետ։ Ինչ որ մի բան չիմանալու հետ։ Ես օրինակ ձեզ այսպիսի մի թեմա առաջարկեմ, այդ միտքը ինձ շատ գրավում է եւ շատ տանջում է, որ հիմա արդեն ավելի քիչ կարող եմ այդպես ասել, բայց ընդհանուր առմամբ ինձ շատ հուզում էր այն, որ աշխարհը մեզ համար որպես հանրություն եւ որպես պետություն շարունակում է մնալ անծանոթ վայր։ Այսինքն պատկերացնում եք, մենք ապրում ենք աշխարհում, բայց այդքան լավ չենք հասկանում, այս որտեղ ենք ընկել։ Այս ի՞նչ է կատարվում մեր շուրջը։ Սա ի՞նչ է։ Եվ այդ առումով էլ կրթությունը որպես ռազմավարությունների ռազմավարություն շատ կարևոր է, որովհետև ինչպես մենք պետք է ճանաչենք աշխարհը։
Մենք պետք է աշխարհը ճանաչենք կրթության միջոցով։ Կոնկրետ դեպքում միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մեր կրթության միջոցով, փիլիսոփայության ոլորտում մեր կրթության միջոցով, պատմության ոլորտում մեր կրթության միջոցով, որովհետեւ շատ ընդունված է, չէ՞, ով է լսել նրա մասին, որ պատմության դասերը պետքա սովորել, պետքա դասեր քաղել պատմությունից, ով է լսել տենց արտահայտություն։ Բոլորն են լսել։ Իսկ ով է համաձայն դրա հետ։ Կամ ով համաձայն չի, լավ, ով չի լսել այն մասին, որ պատմությունից պետքա դասեր քաղել։ Բոլոր լսել են։ Իսկ ով համաձայն չի դրա հետ, որ պատմությունից պետքա դասեր քաղեն։ Կա մարդ, որ համաձայն չի դրանից, որ պատմությունից դասեր քաղել։ Հիմա տեսեք ինչ իրավիճակ։ Մենք երկու կոնսենսուս արձանագրեցինք։ Առաջինը, որ պատմությունից պետքա դասեր քաղել, չէ, մի կոնսենսուս էր, երկու հարցով մի հարց, մի կոնսենսուս եկան, որ պատմությունից դասեր քաղել։ Հիմա օրինակ իմ սեղանին դրված է եւ շատերից սեղանին դրված է կամ էական չի։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակը, չգիտեմ քանի հատոր է, հագին տենց հատորներ են։ Հիմա պատմության դասը ձեզնից ով գիտի այդ որ գրքի որ հատորի որ էջումա գրած պատմության դասը, որ գնանք բացենք եւ կարդանք, սովորենք եւ դրանով մեր խնդիրները լուծենք։ Ով գիտի ներկաներից որ էջումա գրած, ոչ մեկ չգիտի։ Բայց մենք բոլորս գիտենք, որ այդ պատմության մեջ դաս կա։ Եվ այդ դասը պետքա սովորել։ Սա շատ կարևոր բան է եւ հետեւաբար սա այն հանելուկներից մեկն է, որը օրինակ ես փորձում եմ լուծել։ Եվ իմ կարծիքով վերջին տարիների մեր բոլոր քաղաքականությունները եւ որոշումները ես կարող եմ կոնկրետ նույնիսկ թիվ ասել 2024 թվականից սկսած մեր բոլոր որոշումները, որոնք մենք կայացրել ենք, կամ գուցե դրանից առաջ սենց կամած, քայլ տեմպերով եւ այլն, դրանք բացառությամբ բոլորը ամեն ինչ ուղիղ ձևով կապված են մեր պատմությունից մեր քաղաց դասերի հետ։ Եվ եթե դուք օրինակ ինձ հարցնեք, որն է մեր պատմությունից իմ քաղաց դասը, ես դες շատ կոնկրետ եւ կարճ մի դաս կասեմ, որ իմ սովորած դասը մեր պատմությունից այն է, որ մեր պատմությունը մեզ ասում է մի կրկնեք ինձ, որովհետեւ մեր պատմությունը խայտարակ ցիկլիկ է, այսինքն ինքը մի հատ կրկնվում է X տարում, հետո կրկնվում է 100 կամ 200 տարի հետո 100 կամ 200 տարի հետո 100 կամ 200 տարի հետո։ Հիմա մեր պատմությունից իմ քաղաց դասը հետևյալն է, կամ այն դասը, որ ինձ տալիս է պատմությունը, որ մի կրկնեք։ Եվ այս ցիկլի մասին է խոսքը։ Եթե մենք ուզում ենք, որ կինոն այլ կերպ ավարտվի, պետք է սցենարը փոխենք, որովհետև եթե սցենարը չփոխենք, կինոն մեկանույն ձևի է ավարտվելու, իսկ ոնց է ավարտվել այդ կինոն։ Այդ կինոն, որը վերաբերվում է մեր պատմության, ավարտվել է պետականության կորստով։ Այսինքն ցիկլը, որի մասին ես խոսում եմ, հետևյալն է. աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայրի պայմաններում երբեմն նույնիսկ մեր կամքից չկախված մենք ստացել ենք պետականություն, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է այդպես եղել, հետո աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, ու մենք էլի անկախ մեր կամքից կորցրել ենք պետությունը։ Հիմա իմ կարծիքով եւ իմ գնահատմամբ ո՞րն է այսօրվա իրավիճակը։ Այսօրվա իրավիճակը այն է, որ մենք այդ ցիկլը անցանք 2020-ից 2025 թվականի ընթացքում մենք այդ ցիկլը անցանք։ Մենք այդ ցիկլի մեջ էինք, որ մենք պետքա կորցնենք, թե չկորցնենք, արդեն հասունացել էր, եկել էր այն պահը, որ պատմական այդ ցիկլի կուլմինացիային էինք մենք հասել, 20 թվին, 21 թվին, 22 թվին, 23 թվին, եւ այնուամենայնիվ 24 թվականին հանգուցալուծումը տեղի ունեցավ եւ տեղի ունեցավ պատմական ցիկլի փոփոխությունը։ Այն, որ մենք այն պահին, երբ որ պետքա կորցնեինք մեր պետությունը, մենք չկորցրինք մեր պետությունը։ Ընդ որում ես ձեզ ուզում եմ ասեմ, այդտեղ կան նույնիսկ կոնկրետ
ամիսներ, ամսաթվեր, իրադարձություններ, եթե դա ձեզ հետաքրքրի, ես նույնիսկ դա կարող եմ կիսել եւ հիմա ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հիմա բոլորովին ուրիշ բան է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության հետ, զոհերի եւ զոհողությունների գնով մենք հասել ենք մի կետի, որ Հայաստանը հենց այսօր 2026 թվականի փետրվարի 12-ին, երեկ չառաջի օրն էլ ու վաղը մյուս օրն էլ է տենց լնելու, ծայրագավառից աշխարհի, ընդ որում ֆիզիկապես ոչ մի տեղ չտեղափոխվելով, ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն, եւ սա ամենակարևոր նորությունն է, որ ես ուրախ եմ ձեզ հայտնել։ Շնորհակալ եմ, հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին։